Արվեստի ինստիտուտի մասնագետների հանդիպումը Օտավայի համալսարանի պրոֆեսոր ճանաչված թատերագետ Յանա Մերզոնի հետ երկուստեք մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Պրոֆեսոր Մերզոնը թատերագիտության ոլորտում հայտնի տեսաբան է և միջազգային գիտական շտեմարանի մի շարք հանդեսների խմբագրական խորհրդի անդամ։ Մոսկվայում ծնված և գիտիսի շրջանավարտ Յանա Մերզոնն արդեն 25 տարուց ավելի է, որ ապրում է Կանադայում և զբաղվում է միգրացիոն թատրոնի փորձի ուսումնասիրությամբ։ Առաջին անգամ է Երևանում և շատ ուրախ է հայ գործընկերների հետ մասնագիտական շփումների հնարավորության համար։ Իսկ այսօր ակադեմիայում հանդես եկավ երկու թեմատիկ՝ միջազգային գիտական շտեմարանում ինդեքսավորվող ակադեմիական հանդեսներում հրատարակումը և աքսոր կարեոտ վերադարձ Կանադայում միգրացիոն թատրոնի փորձը բանախոսություններով։ Ափսոսանքով է փաստում, որ միջազգային գիտական շտեմարանում Հայաստանից նյութերը քիչ են, բայց լիահույս է, որ առաջիկայում պատկերը կփոխվի։ Երբ ես ընտրում եմ հրապարակվելիք նյութերը, շեշտադրումը միջազգային լսարանի վրա է և հաճախ եմ արձանագրում, որ հայկական թեմաներով հրապարակումները քիչ են ու հազվադեպ։ Այս գործակցությունը սկսվեց շատ հետաքրքիր կերպով և արդյունքում առաջիկայում մենք մի շատ լավ հրապարակում կունենանք Երևանում ստեղծված նոր երաժշտական ներկայացման մասին։ Արվեստի ինստիտուտը, որ վերջին շրջանում անհամեմատ ընդլայնել է միջազգային համագործակցության աշխարհագրությունը, ակտիվացնելով կապերը տարբեր միջազգային հանդեսների հետ, պատրաստակամ է Յանա Մերզոնի հետ գործակցությունը շարունակական դարձնել։ Վստահ եմ, որ Արվեստի ինստիտուտի ու պրոֆեսոր Մերզոնի միջև համագործակցություն շարունակական է լինելու և միգուցե առաջիկայում մենք համագործակցություն սկսենք նաև Օտավայի համալսարանի հետ։ Վստահ եմ, որ համագործակցությունը շարունակվելու է և Յանա Մերզոնը կդառնա հայ արվեստագիտության հանրահռչակողներից մեկը արտասահմանում իր հրատարակած, իր խմբագրած հանդեսներում։ Անդրադառնալով Կանադայում միգրացիոն թատրոնի իր երկարամյա ուսումնասիրությանը, պրոֆեսոր Մերզոնը փաստում է, թեման հիմա արդեն համաշխարհային ընդգրկում ունի և ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են բախվում օտար երկրներում ինքնության պահպանության և նոր իրավիճակում ստեղծագործելու նոր հնարավորություններ գտնելու խնդրին։ Միգրացիան գլոբալ երևույթ է, այն արդեն չի նվազի։ Մենք հասկանում ենք, որ նոր սկսվող պատերազմները, աշխարհաքաղաքական փոփոխությունները մարդկանց ավելի են մղելու արտագաղթի, և նրանք մշտապես գտնվելու են տարբեր լեզուների ու տարբեր մշակույթների արանքում։ Ու սա օրախնդիր հարց է։ Երևանում Յանա Մերզոնը մասնակցում է նաև Քրոնոֆեստ փառատոնին, որի հիմնադիր ռեժիսոր Իլյա Մոշչիցկու 3 տարվա գործունեությունը Երևանում միգրացիոն թատրոնի շատ հետաքրքիր օրինակ է համարում։ Նոնե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։